Կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանցը նաեւ առաջադրված է ԲՀԿ ցուցակով, 8-րդն է, քարոզարշավը սկսված է, մենք տեսնում ենք, որ տարբեր հանրահավաքներ, հանդիպումներ, ինչ որ բաներ գուցե կարելի ասել, բայց թերևս ճիշտ կլինի մեկ շաբաթ է սպասենք, որ առավել ամբողջական իմի բերենք, բայց մինչ այդ ուշագրավեր 3 առաջի օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքը, հատկապես այն հատվածը, որ վերաբերվում էր Հայաստանի Հանրապետությանը եւ շատ ավելի կոնկրետ այսօրվա իշխանությանը, իհարկե երկու մասի կարելի էր բաժանել, նաեւ ուղղված հայ ժողովրդին։ Ինչպես եք դա գնահատում, կոնկրետ ինչ ասելիք կար եւ իսկապես այդտեղ շատ դա ենթա տեքստեր ուներ, թե հենց ուղիղ տեքստով դա է ուզում ասել, եթե ուզում եք կարող եք հանգիստ դուրս գալ։ Այսօր նաեւ Նիկոլա արձագանքել է, ուզում եք սա կարդամ նոր ասեք, երկուսին էլ խնդրեմ։ Ասել է ապահարզան պատասխանելով այդ հարցին։ Ձևակերպման հետ համաձայն չեմ։ Մինչ այդ պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց չենք դնում օրակարգում, ասել է Փաշինյանը, անդրադառնալով Պուտինի հայտարարությանը։ Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը, մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին, նշել է նա, Փաշինյանը հայտնել է, որ մայիսի 28-29-ի մեկնի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, քանի որ զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով։ Նաև պատասխանել է Զելենսկուի հետ հանդիպմանը եւ այցին, որ այստեղ Հայաստանում էր, ես չեմ կարծում, գիտեք, որ ինչ սուր արձագանք եղավ Ռուսաստանի Դաշնության կողմից, 1-2 օր շարունակ ռուսական առաջատար հեռուստաալիքները խոսում էին սրա մասին, շատ խիստ քննադատելով Նիկոլ Փաշինյանին, այն որ ասում է պապից միջև թոռ եկան ու անցան, հիշեցին իր դավաճան ֆաշիստներին կողմը անցած Նիկոլի պապուն եւ ոչ միայն շատ բան հիշեցին, բացի այդ նաեւ Բարձրաստան պաշտոնյաներն այս այցին անդրադարձան, բայց ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, ես չեմ կարծում, թե պետք է գրաքնեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ, դա բազմակողմ հարթակ է եւ այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտում են եղել է, որ իմ ներկայությամբ նաեւ ՌԴ նախագահն է հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալել, որ ես արձագանքեի այդ հայտարարությանը, ասել է Նիկոլը, խնդրեմ։ Նախ սկսենք դրանից, որ ապրիլի 1-ին, երբ որ Պուտինն ու Փաշինյանը հանդիպում էին, Ռուսաստանի նախագահը շատ հստակ երկու խնդիր ձևակերպեց, առաջինը, որ չեն հանդուրժելու այլևս, որ Հայաստանը երկու աթոռի վրա նստի, եւ երկրորդը հստակ հասկացվեց, որ այլևս չեն հանդուրժելու, որ Նիկոլ Փաշինյանը իր լուզեր քաղաքականության պատասխանատվությունը բարդի Ռուսաստանի վրա։ Այդ հստակ արձանագրումները եղան, ակամայից շատ լավ ստացվեց նույնիսկ, որ Երևանում անցկացվեց այդ զույգ գագաթաժողովերը եվրոպական։ Միանգամից ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Եվ դրան արձագանքեց Ռուսաստանը, որտեղ այո, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, բոլորը շատ բաց տեքստով սկսեցին խոսել, եւ շատ ավելի հեշտ հիմա հասարակությանը մենք կարող ենք բացատրել ինչ վիճակում ենք կանգնած։ Ուրեմն ես հստակ ուզում եմ ասել, որ երկիրը փորձադաշ չի եւ այդ որ ասում են նիկոլական Հայաստանը այսպես պիտի պահերեն, այնպես պիտի պահի, նիկոլական Հայաստան լինել չի կարող, որովհետև կամ Նիկոլն է հունիսի 8-ին մնալու, կամ Հայաստանը։ Եվ այս փորձադաշ չի, որ հերթական արկածախնդրությունը փորձարկի ինքը ժողովրդի գլխին։ Տեսեք, մի հատ 18-ից 20 թվերին ինքը արկածախնդրություն արել է, միջնորդների տարբերակ մերժել է, դա բերել է աղետաբեր պատերազմի։ Երկրորդ արկածախնդրությունը նոյեմբերի 9-ի Եռակոմ հայտարարության համատեքստից դուրս գարնել, ինչը բերեց Արցախի կործանմանը։ Հիմա մեր ժողովուրդը պիտի հստակ հասկանա, այստեղ հարցը ռուսամետ, արևմտամետի մեջ չի, հարցը այն չի, որ արևմտյան արժեքները մեզ դուր չի գալիս։ Շատերիս արևմտյան արժեքները դուր է գալիս, ասենք ունիվերսալ արժեքների մասին եմ խոսում, ոչ թե մարգինալ։ Բայց այստեղ շատ հստակ հարց կա, արժեքային կողմնորոշումը չի կարող աշխարհաքաղաքական հարցերում կողմնորոշիչ լինել, պետք է ռեալ հասկանալ, որ մեր տնտեսությունը կախված է ռուսական տնտեսական կայունությունը ուղիղ կապ ունի ռուսական էժան գազի հետ, ուղիղ կապ ունի, որտեղ եթե գազի գինը բարձրացնեն, ուղղակի մեր տնտեսությունը կոլապսի առաջ կկանգնի։
Եվ բացի այդ, եթե մենք դուրս ենք գալիս Ռուսաստանի անվտանգային համակարգից, հայտնվում ենք ուղղակիորեն ադրբեջանա-թուրքական դիկտատի տակ, դրանից բխող հետևանքներով։ Հետևաբար, այս արկածախնդրությունը Նիկոլ Փաշինյանի բերելու է տնտեսական կոլապսի, օրինակ, մեր ապրանքները չեն արտահանվելու կամ խնդիրներով են արտահանվելու, ինչը բերելու է աշխատատեղերի էական կրճատման, ինչը բերելու է սոցիալական լարվածության, տրանսֆերտների հարցում խնդիրներ ենք ունենալու ենք թանկ գազ։ Սա որևէ բանով չի հատուցվելու եւ կրկնում եմ, շատ լավ է, որ մենք մի կողմից տեսանք երկու գագաթաժողով առանց ռեալ խոստումների, մյուս կողմից Ռուսաստանը շատ բաց տեքստով ասում է, ինչ է մեզ սպասում, եթե շարունակվի այս քաղաքականությունը։ Հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է մեր արածը ապահարզան չի կամ մենք ապահարզան չենք ուզում, շատ նմանվում է հազար ներողություն մանեկող կնոջ, որին բռնել են գործի վրա, ասում է չեմ ուզում բաժանել։ Այս բանը շատ նման է այդ դեպքին, որովհետև ինչ է նշանակում ապահարզան չեմ ուզում, երբ որ դու քո հստակ քայլերով հեռանում ես Ռուսաստանից։ Հետո դու Ռուսաստանի փոխարեն չես կարող որոշել ինքն իր տնտեսական քաղաքականությունը քո հանդեպ փոխի, թե ոչ։ Ինքը ամենայն հավանականությամբ փոխելու է, որովհետև քո քաղաքականությունը համարվում է իր շահերը տրորող։ Սա նորություն էլ չի, այդ որ մեր էլի էս երկորը տարածված է, չէ, դաժան Ռուսաստանի մասին խոսակցությունները։ Ես ուզում եմ մի բան մեր հեռուստադիտողներին հստակ հիշեցնեմ։ Միացյալ Նահանգներում դերևս հեռավոր 1823 թվականին ընդունել է Մոնրոյի դոկտրինը, որի հիման վրա Միացյալ Նահանգները իրենց գերակա շահերի տարածք են հայտարարել արևմտյան կիսագնդի եւ Միացյալ Նահանգները շատ դաժան են վարվում իրենց այն հարևանների նկատմամբ, ովքեր իրենց կարծիքով տրորում են իրենց պետական շահերը։ Օրինակ, առևանգում են Վենեսուելայի նախագահին։ Օրինակ, շրջափակման մեջ են վերցնում Կուբան։ Օրինակ, Պանամայի իշխանությանը ստիպում են հակաչինական քաղաքականություն վարել։ Նույն բանը տեղի ունենում, երբ որ Ռուսաստանն է տրորված համարում իր շահերը, Ուկրաինա, Վրաստան, մասամբ Մոլդովա, այսինքն որևէ բան չի կաշկանդելու Ռուսաստանին Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառի, եթե համարի, որ իր շահերը տրորված են։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը չի կարող այս նվա սուբյեկտությամբ որոշի մեծ տերությունների քաղաքականությունը կամ այն պահը, երբ նրանք կհամարեն իրենց շահերը տրորվածա, թե տրորված չի։ Նիկոլ Փաշինյանի մենք ապահարզանի չենք գնում կամ կորոշենք այն ժամանակ, երբ որ ուզում ենք որոշենք, չի լինելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրում է, ամենայն հավանականությամբ երկիրը վերածվում է Լիբանանի կամ աշխարհաքաղաքական կոնսորցիումի, որտեղ բոլորը մեր ներսի հարցերը մեր փոխարեն